Շին բոլորին, ես ուզում եմ մի հատ ցենց ձայնի թեստ անեմ, հուսով եմ ինձ լսում եք, ինձ լավ եք լսում, ինձ տեսնում եք, եթե ինձ տեսնում եք ու լսում եք, կարող եք նույնիսկ չաթում գրել կամ ընթացքում ասեք, հա, եթե ինչ-որ լինեն ձայնի հետ կապված խնդիրներ, կարող եք նույնպես ասել, անմիջապես ձայնը կկարգավորենք։ Շատ շնորհակալ եմ, որ միացել եք այսօրվա մեր վեբինարին Vibe Coding in Design թեմայով, շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Ընթացքում մենք մի փոքրիկ sense պրեզենտացիա կունենանք ու այսօր մանրակրկիտ կքննարկենք Vibe Coding-ի մասին դիզայնում եւ եթե ունենաք ինչ-որ հարցեր կապված այսօրվա մեր թեմայի հետ, կարող եք ձեր հարցերը գրել կամ ձեր հարցերը տալ, հա, նույնիսկ խոսելով, մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին, քանի որ գիտեմ, վստահ եմ, որ շատ սպասված թեմա է բոլորիդ կողմից ու բոլորդ կուզենաք լիքը թեմաներ քննարկենք այսօր եւ նաեւ այսօրվա մեր թեման sense մի փոքրիկ ծավալուն կլինի, մի խոսքով կարող ենք սկսել։ Ովքեր չգիտեն, ես ներկայանամ, ես Հայկն եմ Գրիգորյան, ներկայայն հանդիսանում եմ որպես շուկայում staff product designer եւ հանդիսանում եմ նաեւ UX Ակադեմիայի հիմնադիրը։ Մենք նաեւ այսօր ես կխոսեմ մեր նոր դասընթացի մասին, Vibe Coding in Design դասընթացի, որը մենք այսօր նաեւ օֆիցիալ պրեզենտացիա կանենք այս դասընթացը, եթե ինչ-որ այդ մասով լինեն հարցեր, սիրով կպատասխանեմ բոլորի հարցերին։ Ինչ է Vibe Coding-ը, եկեք հասկանանք, Vibe Coding-ը դիզայնում առհասարակ մի փոքր տարբերվում է այն գաղափարից Vibe Coding-ը հենց կոդինգում։ Այսինքն թեման ինքը որպես այդպիսին նորություն է շուկայում գրեթե երևի մոտավորապես 6 ամիս կամ մի փոքր ավել շուկայում արդեն Vibe Coding-ը կա ու ակտիվ օգտագործվում է, իսկ դա նշանակում է, որ արդեն թե կազմակերպության մակարդակով, թե անհատների մակարդակով Vibe Coding-ը թե թե ծրագրավորողները, թե դիզայներները ակտիվ օգտագործում են ու փորձում են ստանալ live prototype-եր, բայց ինչ է հենց Vibe Coding-ը, Vibe Coding-ը ինքը մի հատ միջոց է, որը թույլ է տալիս արագ ստանալ ինչ-որ պրոտոտիպեր, աշխատող պրոտոտիպեր իրական interaction-ներով, իրական layout-ներով, այսինքն իրական style-երով եւ այդ interaction-ները փորձարկել, աշխատեցնել, հա, օգուտ կազմակերպությանը եւ նաեւ հասկանալ թե ոնց պետք է աշխատի նախնական պրոտոտայփը, այսպես ասեմ։ Vibe Coding-ը որպես կանոն փոխարինում է արդեն classic prototyping-ին, եթե հիշում եք Figma-ում կար sense slack-ներով prototyping-ներ, հիմա այդ slack-ներով prototyping-ը արդեն վաղուց էլ չկա, տեղը փոխարինում է հենց Vibe Coding-ը, այսինքն Figma Make-ով շատ հանգիստ կարելի է աշխատող prototype ստանալ ու այդ prototype-ը աշխատացնել, բայց ինչ եմ ես բացահայտել ինձ համար, սա որպես sense այսպես ասած նորություն ասեմ, ես բացահայտել եմ իմ համար, որ մեկը slack-ներով prototyping-ը, classic-ին prototyping-ը ավելի արագ էր, քան prototyping-ը, որը արվում է հենց Figma Make-ում։ Նույն բանը, երբ որ պետք է prompt գրես ու այդ prompt-ը վերածում ես ինչ-որ աշխատող prototype-ի, ավելի երկար է տևում իրան մշակելը, քան որ դու գիտես, որ slack-ներով որին է միանալու ու կպցնես իրար, այդ ավելի արագ է, այդ իմացեք։ Բայց ամեն դեպքում Vibe Coding-ը որպես այդպիսին ինքը մտել է մեր process-ների մեջ ու ամբողջությամբ փոխարինում է հենց prototyping-ին, որովհետև երբ որ դիզայներները փորձում են ինչ-որ պրեզենտացիաներ անել ու քննարկումներ անել հենց թիմային մակարդակում, իրանք պետքա ցույց տան, թե իրանց դիզայնը ոնց է աշխատում, որովհետև stakeholder-ները ուզում են արդեն տեսնեն աշխատող prototype-եր, սա լավ է թե organization-ների համար, սա լավ է enterprise-ների համար եւ սա լավ է start-up-ների համար ու նաեւ լավ է թիմային քննարկումների համար, որտեղ դու հասկանում ես թե քո սարքած դիզայնը ոնց է աշխատում։
Հետևաբար vibe coding-ը այսօրվա դրությամբ դառնում է ոսկե ստանդարտ դիզայներների համար եւ vibe coding-ը դարձել է ոսկե ստանդարտ վաղուց արդեն ծրագրավորողների համար։ AI-ը այսօր շատ արագ զարգանում է ու մենակ vibe coding-ը չի, նույնիսկ այսօրվա դրությամբ agentic AI-ներն էլ են որոշակի արդեն առավելություններ ունենում, դրա մասին քիչ հետո կխոսենք, բայց ամեն դեպքում եթե մենք խոսում ենք օրինակ այն բանից, որ աշխատում ենք ստարտափում պայմանական ու vibe coding-ը կարող է մեզ օգնի, որ մենք կարող ենք շատ ռեալիստիկ պրոտոտայփեր սարքել, այդ ռեալիստիկ պրոտոտայփերը վալիդացնել, փորձել թիմային համագործակցությունը ավելի բարձր մակարդակի վրա պահել եւ նաեւ մենք հեշտացնում ենք դեվելոպերների պատկերացումը, թե տվյալ պայդրությամբ դիզայնը ոնց պետք է աշխատի ու դեվելոպերները արդեն տեսնում են աշխատող պրոտոտայփը, որպեսզի կարողանան իրան արդեն մաքրեն եւ ստանան այդ մաքուր կոդը։ Այսպես ասած, սա ստարտափային տրամաբանության մեջ է եւ նաեւ vibe coding-ի այնքանով է ինքը լավ, որ ինքը թույլ է տալիս usability testing-ները կամ user research-ը հանել նոր մակարդակի, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ դուք կարող եք usability testing-ներ կազմակերպել հենց իրական user-ների վրա, արդեն իրական աշխատող պրոտոտայփերով, այսինքն մարդիկ տեսնում են, թե ձեր պրոտոտայփը ոնց է ինտերակտ լինում, հա, այսինքն իրանք զգում են իրանք experience-ը այդ real պրոտոտայփերի հետ եւ փոխանցում են իրանք real զգացմունքները, այսինքն իրական զգացմունքները ձեզ հետ։ Ու նաեւ Figma-ով նախկինում կլասիկ պրոտոտայփերով դա ստանալ ուղղակի հնարավոր չէր։ Մարդիկ խոսում էին, մարդիկ ասում էին, հա, այս ինչ բանը օքեյ չի կամ այս ինչ բանը լավ է, բայց մեկը դա չէր փոխանցում մարդու ամբողջական էմոցիաները դիզայներներին, ու դրա համար usability testing-ները կազմակերպում էին ավելի շատ քանակության մարդկանց համար, բայց այսօր այդ խնդիրը արդեն որոշակի առումով դարձել է լուծելի։ Որպեսզի հասկանանք sense մի բան enterprise կազմակերպություններում նույն բանն է ինչ որ organization-ներում, այսինքն թիմային քննարկումների ժամանակ եւս vibe coding-ով ստեղծված պրոտոտայփերը իրանք real էմոցիաներ են փոխանցում հենց թիմային քննարկումների ժամանակ եւ այսպես ասած այդ քննարկումները կարող են ավելի այլ ֆորմատով լինել, երբ որ թե product manager-ները, թե ծրագրավորողները հա տեսնում են այդ իրական աշխատող պրոտոտայփը ու քննարկումների սպեկտրը ավելի լայնանում է։ Դրա համար այսօրվա դրությամբ ինքը միայն ու միայն օգուտ է։ Ինչ ունենք մենք առհասարակ vibe coding-ում այսօրվա դրությամբ, ու մենք vibe coding-ում ունենք արագ եւ դինամիկ աճող մի հատ ուղղություն, այսինքն AI-ը րոպե առ րոպե կատարել է գործում է հենց vibe coding-ը, բայց ինչ կապ ունենք մենք դիզայներներս դրա հետ։ Տեսեք, այստեղ պետքա մի փոքր տարանջատել vibe coding-ը coding-ում եւ vibe coding-ը դիզայնում, որովհետեւ մեր process-ները եւ կոդավորման process-ները, ծրագրավորողների process-ները լրիվ տարբեր են, բայց մենք ունենք հատման կետեր, որ պետքա բերենք եւ վերջակետով ոնց որ տանք արդեն ծրագրավորողներին, փոխանցենք մեր դիզայնը եւ արդեն մեր դիզայնի հիման վրա ծրագրավորողները ստանան այդ մաքուր կոդը։ Vibe coding-ը ինքը մաքուր կոդ չի, ինքը չի կարա մաքուր կոդ լինի երբեք, ինքը զուտ լավ է այն պահով, որ մենք կարողանում ենք մեր այդեաները, մեր մտքերը իրագործելի դարձնել, մեր կոնցեպտները իրագործելի դարձնել ու դրանց վրա ավելի sense լավ քննարկումներ անել, հաստատել նաև, հա, հենց մի քիչ առաջ խոսեցինք վալիդացիայի մասով, ամեն դեպքում մենք կարողանում ենք ստանալ այդ ամբողջական ֆունկցիոնալով դեմո տարբերակները։ Իդեպ ասեմ, դա agile-ում, այսինքն agile process-ների ժամանակ գերիդեալական աշխատում է, ինչի որովհետև տեսեք, նույն process-ն է, եթե նախկինում դուք պետք է անեիք պրոտոտայփ, այդ պրոտոտայփի հիման վրա
որոշակի քննարկումներ ունենայիք ու ինքը լիներ clickable կամ ինքը չլիներ clickable, այսինքն դուք նայում եք flow ոնց որ flow-ն այսպես նկարներով, հա, ապա հիմա դուք նայելու եք աշխատող տարբերակը արդեն բոլոր քլիքներով եւ այդ աշխատող տարբերակը ինքը որպես կանոն պետք է արդեն վալիդացված լինի։ Եթե մենք խոսում ենք enterprise կազմակերպությունների level-ի վրա, այսինքն դա արդեն պետք է վալիդացված լինի դիզայներների կողմից եւ նոր արդեն դուրս գա քննարկման, բայց ստարտափներում մենք կարող ենք ոնց որ այդ լուծումը վերցնել եւ տանել վալիդացիայի ու երկար ժամանակ իրան վալիդացնենք, այսինքն ինքը լինի մի հատ աշխատող տարբերակ, այդ աշխատող տարբերակը պայմանական աշխատի 2 ամիս կամ 2 շաբաթ եւ հետո նոր գնա արդեն development-ի։ Սա նպաստում է հենց լավ լուծումներ տալուն, այսինքն vibe coding-ի ինքը դրական ազդեցությունը իր վրա տալիս է։ Բայց vibe coding-ը ինքը մի քիչ ժամանակատար process է, այսինքն եթե նախկինում մեզ անհրաժեշտ էր prototype-եր սարքել կոմպոնենտներով եւ այլն, սլակներով, հա, մի փոքր ժամանակատար էր, այստեղ էլ այնպես չի, որ ժամանակատար չի, ժամանակատարը prompt գրելը, որովհետեւ այստեղ մենք բախվում ենք արդեն prompt engineering-ի հետ, ու որպես կանոն մեր մտածելակերպը նույնիսկ փոխվում է ու մենք դառնում ենք UX ինժեներներ, այսինքն այստեղ մենք product design-ի մեր թելը կտրվում է որոշակի մասով ու մենք ոնց որ switch ենք լինում ավելի շատ UX ինժեներների ու այդպես է լինելու է, դա մեր ապագան է հետագայում, այսինքն product design-ը ես կարծում եմ, որ փոխվելու է դառնալու է UX engineering-ի, որտեղ այս բոլոր process-ները տանում է դեպի այդ ավտոմատացմանը։ Սա նաև չի նպաստում, որ սա նաև նպաստում է նրան, որ մենակ PM agile-ի process-ների օգուտ չի աշխատում, սա նաև աշխատում է օգուտ նրան, որ վերջապես դիզայներները սկսելու են հասկանալ, թե տեխնիկապես ոնց է product-ը աշխատում ու ձեռք են բերելու տեխնիկական սկիլեր, որը շատ կարևոր է հենց սկիլերի տեսանկյունից ու նաև collaboration-ի տեսանկյունից, ծրագրավորող եւ դիզայներ տեսանկյունից ու vibe coding-ը նաև այդ process-ներին ի նպաստ այդ ամենակարևոր դերակատարությունն է տեղ խաղում դիզայներների համար, որովհետեւ ասելով թե մենակ prototype ենք անում prompt engineering ու դիզայնը տալիս ենք showcase ենք անում կամ տալիս ենք developer-ներին, չէ, այդպես չի, մենք հասկանում ենք թե մեր դիզայնը, սարքած դիզայնը layout-ների սխեման ոնց է աշխատում ու մենք կարողանալով այդ սկիլերը այդտեղ ներդնել եւ օգտագործել, կարողանալու ենք ստանալ ճիշտ prototype-եր, որոնք տեխնիկապես նաեւ ճիշտ են աշխատում եւ որոշակի մասով ավելի շատ կօգնեն ծրագրավորողներին։ Իհարկե, այստեղ մենք ամեն ինչ անելու է AI-ը, այստեղ մենք կոդ չենք գրելու, բայց այստեղ մենք խնդիր ունենք։ Տեսեք, real process-ների մեջ շատ դեպքերում դիզայներները օգտագործում են տարբեր գործիքներ։ Օրինակ նույն Lovable-ը, նույն Figma Make-ը, նույն կուրսորը, հա, նույն Bolt-ը, իրանք բոլորը անում են նույնը, բայց որոշակի առումով տարբեր գործիքներ են ու տարբեր գործիքները մի փոքր տարբեր ձև են աշխատում։ Bolt-ը իր ձևով է աշխատում, հա, կուրսորը լրիվ իր ձևով է աշխատում, անկախ դու կարող ես մոդելներ ընտրել։ Figma Make-ը լրիվ ուրիշ ձև է աշխատում, նույն այսօրվա դրությամբ Google Gemini 3-ը այսօր թույն հնարավորություններ է տալիս, բայց եկեք մի բան հասկանանք։ Մեր խնդիրը ստեղծել բարիերներ process-ների մեջ, այսինքն մեր խնդիրը միշտ եղել է այդ process-ները տարանջատել, որովհետև դիզայներ չի նշանակում ամեն ինչ անել։ Սա պետք է հստակ հասկանանք ու չի կարա այստեղ AI-ը մեզ փոխարինի, եթե կոդինգի մակարդակով AI-ը ավելի sense արագ է զարգանում, այդ process-ները մի փոքր օպտիմիզացվում են, հա, ավելի քչանում են նաև developer-ների շատ լինելու կարիքը կազմակերպություններում, ապա դիզայնի կտորով մի փոքր այլ է։ Դիզայնը չի կարողանում արագ հենց տրանսֆորմացիայի ենթարկվի, որովհետև դիզայնի մեջ մենուալ գործը բավականին շատ է։ Դուք պետք է դիզայն սարքեք, դուք պետք է, այսպես ասած, այդ ձեր դիզայնը վալիդացնեք, իհարկե AI-ի միջոցով արդեն vibe code եք անելու, հա, եւ դուք պետք է արդեն ձեր դիզայնը հանձնեք
developer-ներին։ Դրա համար ինչա ձեզ անհրաժեշտ։ Դուք պետք է հասկանաք առհասարակ թե vibe coding-ը ոնց է աշխատում։ Տեսեք, ինքը LLM մոդելներ է, այսինքն LLM մոդելները որպես այդպեսին տարբեր աջենտիկներ ունեն, հա, իրանց տակ, իրանք ինչ ստրուկտուրայից են բաղկացած։ Տեսեք, դուք գրում եք prompt, ինքը տանում է մտցնում է կոնկրետ այն մոդելի մեջ, այսինքն տվյալ բան, եթե Figma Make-ով եք աշխատում, մոդելը Claude-ի Sonnet 4.5-ն է։ Ինքը նախատեսված է հենց կոդավորման համար, հենց ինտերֆեյս նկարելու համար, հա, ու որպես կանոն ինքը իր գործը շատ լավ կատարում է, այսինքն Claude-ի մոդելները բավականին լավն են կոդինգի տեսանկյունից։ Բայց LLM-ն էլ ինչ է, LLM-ն էլ large learning մոդելներն է, այսինքն դուք ոնց որ այդ ամբողջ process-ը հենց LLM-ի միջոցով կատարվում է, այսինքն մոդելը հասկանում է դուք ինչ եք ուզում եւ ըստ այդ դրա արդեն ձեզ տալիս է համապատասխան ինտերֆեյսը եւ որպես կանոն այդ ինտերֆեյսը դուք արդեն տեսնելու եք ձեր գործիքի մեջ Figma Make կլինի, Lovable կլինի, մյուսը արդեն տեսնելու եք այդտեղ ու արդեն որպես այդպեսին prompt-ը ինքը արդեն հասկանում է ու մոդելը train-ա լինում ձեր տվացած prompt-ի համար, այսինքն ինքը հասկանալու է դա ու անընդհատ պետք է օգտագործել նոր թաբեր, նոր, այսպես ասած, չաթեր LLM-ի համար, այսինքն այդ մոդելի համար, որ ինքը անընդհատ տարբեր ձևով հասկանա ձեր տվացած prompt-ը, որ անընդհատ ինքը նույն դաշտի տակ չբերի ու չգեներացնի դրանք։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է դա հասկանալ ու vibe coding-ը որպես այդպեսին հենց այդ գործը անում է, ինքը չի կարող վերցնի ձեր տվացած ամբողջ product-ը սարքի։ Հաստատի ինքը չի կարող։ Կարող է ինքը կարողանա հա սարքի, ինքը կսարքի, բայց ինքը չի սարքի այն նույն որակով, ինչ որ դուք կստանաք դա մաս տարբերակով։ Դրա համար ամենաճիշտը հասկանալ այստեղ թե ոնց պետք է vibe coding-ը օգտագործել։ Տեսեք, vibe coding-ը ինքը բացառապես նախատեսված է մեր պարագայում, մեր փուլում տեստերի համար։ Okay, մենք կարանք սարքենք, մենք կարանք տեստեր անենք, բայց ավել ինչ որ բան մենք չենք կարող անենք, որովհետև մենք ծրագրավորողներ չենք, մենք չգիտենք կազմակերպությունում ինչ security ստանդարտներ են գործում, հա, մենք չգիտենք developer-ները դա ոնց են push-ում, հա, ինչ environment-երում են դա պահում, այսինքն GitHub-ում է, չգիտեմ թե մեկ այլ ուրիշ տեղ է, հա, ու համապատասխան նաև այդ security ստանդարտները, որը ի դեպ կարևոր է դրա back-end-ական կտորները, հա, այսինքն մեկ է sense թե հենց developer-ը մեզ պետք է գալու, որովհետև մենք չենք vibe coding-ով այդ process-ների վրա չենք ազդում, մենք ուղղակի զուտ արագացնում ենք process-ը, այսինքն մեր գործը տվյալ process-ը արագացնելն է։ Այսօր vibe coding-ը դրա մասին է։ Համար մեծամասամբ ինչ եմ ես ասում, որ product designer-ի գործը փոխվել է UX engineering-ի, որովհետև ժամանակ է գալու, որ ոչ թե արվի դիզայն հենց Figma կանվասներում, այլ արվի դիզայն հենց ինչ որ մոդելի մեջ, ինչ որ X product-ի թեմայով եւ հետո այդ X product-ի թեման գնա սկսի տեստվել, այսինքն դուք դիզայն չեք ունենա, դուք կունենաք արդեն պատրաստի prompt, այդ պատրաստի prompt-ով ձեր product-ը ու ձեր product-ը կտեստավորեք, կվալիդացնեք, նոր արդեն կմտածեք մնացածի մասին, բայց ինչ որ չափով դա էլ հələ որ ամբողջական չի, որովհետև մեկը sense թե հենց այդ դիզայնը պետքա գալու, դիզայն ինքը պետքա։ Ինքը այնպես չի որ պետք չի, որովհետև դուք ստարկում եք early stage ինչ որ MVP-ով դուք վալիդացիաները ձեր ստանում եք, բայց հետագան պետքա շարունակվի, այսինքն դուք ունենալու եք core product, որի համար պետքա դիզայն, որի համար պետք են նոր տեստավորումներ, նոր փորձարկումներ։ Այդտեղ արդեն այդ mix-ն է ձևավորվում, որ նաև UX ինժեները կարող է այդ process-ը վերցնել իր վրա, այսինքն ինքը վերցնի նաև դիզայնները սարքի։ Եկեք հասկանանք, ասած մի հատ բում process-ի մեջ այդ ամեն ինչը ոնց է օգտագործվում։ Հիմնականում ես ասած մի հատ cycle եմ գծել, cycle-ը հետևյալն է, որ առաջի փուլում դու կարողանում ես idea գեներացնես։ Նշանակում այդ idea գեներացնելը։ Այսինքն դուք ունեք քիչ առաջվա իմ ասածը, դուք ունեք ինչ որ idea, MVP եք ուզում սարքեք, կամ նույնը կարող է աշխատի enterprise-ներում organization level product-ների վրա, ոչ մի տարբերություն չկա։ Այսինքն դուք ունեք idea,
դուք գեներացնում եք ձեր idea-ն, դուք տեստավորում եք, դուք կատարում եք improvement-ներ եւ ամենավերջում deliver եք անում ձեր տվյալ MVP-ն։ Հետևաբար deliver ասվածի ինչա, որ դուք փոխանցում եք դա ծրագրավորողներին։ Տեսեք, այս cycle-ը ինքը պատտվող cycle է։ Եթե կհիշեք design thinking canvas-ը մոտավորապես նույն բանն էր, չէ՞, ասում էր idea գեներացրա, խոսա user-ներից հետ, հետո idea գեներացրա, հետո գնա prototype-եր սարքի, հետո տեստավորի, հետո ամեն ինչ եթե նորմալ է, նոր տար իմպլեմենտացիայի, նույն process-ը կատարվում է հենց vibe coding-ի մեջ, այսինքն դու idea ես անում, դու ջեներացնում ես քո idea-ն, դու տեստավորում ես, դու կատարում ես որոշակի improvement-ներ դրա վրա, նորից ես տեստավորում, հետո նորից եթե ամեն ինչ նորմալ է, տանում ես արդեն վերջնական deliver, այսինքն տալիս ես development-ին, development-ը դա տալիս է արդեն live product։ Բայց տեսեք, այստեղ այս նոր իրողությունները բավականին էլի հետաքրքիր են, որովհետև դեռևս շատ քիչ տեղեր կան, որտեղ այս նույն process-ով աշխատում են, բայց սա հիմնականում այդ workflow-ի cycle-ն է, որը աշխատող մոդել է, բայց տեսեք խնդիրը որն է, այստեղ խնդիրը այդ mix-ն է, քիչ առաջվա ասացիմ, այդ UX engineering եւ product designer-ի այդ mix-ն է աշխատանքային, էլ այստեղ կա արդեն գալիս է արդեն այդ միկրո process-ները, որը դիզայնի organization-ն է, արդեն դիզայն սիստեմների organization-ն է, կոմպոնենտների organization-ն է, ոնց է այդ ամեն ինչը կազմակերպվելու եւ լինելու։ Այդտեղ արդեն ամեն ինչ գալիս է նորից հին բաների, որ ինքը manual գործ է։ Իսկ մեկ այդ manual գործը ինքը ամբողջությամբ այս cycle-ի մեջ մնալու է։ Զուտ cycle-ը նրա համար է, որպեսզի դուք պատկերացնեք, թե այս process-ը ոնց է տեղի ունենում։ Տեսեք, առհասարակ traditional coding-ը ոնց է, նախկինում ոնց է եղել, չէ՞, նախկինում եղել է sense, այդ քիչ առաջվա design thinking canvas-ի հետ կապված եղել է, որ մարդիկ ունեցել են, խոսացել են մարդկանց հետ, define են արել պրոբլեմները, հա, կարեկցանք են հայտնել մի խոսքով, հետո գնացել են ու փորձել են ինչ-որ idea-ներ գեներացնեն, դիզայները դիզայնը սարքել է, prototype-երը սարքել է ու տեստավորել է, այսինքն դիզայները տեստավորել է դրանք, դիզայները տեստավորել է, նոր տվել է coding-ում կամ coding-ի ձևով է տեստավորել կամ prototype test է եղել, մեծամասամբ prototype test, հա, հետո նոր ծրագրավորողը կոդը գրել է։ Այստեղ մենք բախվում էինք մի շարք խնդիրների, այսինքն ամեն ինչ տրադիցիոնալ ձևով էր գնում։ Խնդիրն է հետևյալն էր, որ քիչ առաջ որ նշեցի, որ ծրագրավորողները կամ դիզայներները պետքա պարտադիր իրանց վալիդացիաները կատարեն prototype test-ի միջոցով, դրա դիմացով չստանալով ռեալ էմոցիաները, որոնք կտային օգտատերերը։ Բայց օրինակ պայմանական onboarding flow-ը չեք անում, onboarding flow-ի ժամանակ ունենում ես problem։ Այսինքն մարդը չի կարողանում input dash-երի մեջ որոշակի տվյալներ լրացնի, որը onboarding flow-ի մեջ պարտադիր պայման է։ Ու դիզայների համար բարդանում է այն պահը, որ դու skip ես անում, ասում ես, հա լավ, հաշվենք օգտատերը լրացրեց, անցավ առաջ։ Բայց այ արդեն vibe coding-ի ժամանակ մենք այդ խնդրը չունենք ու մենք նույնիսկ կարանք այս տեստավորումները, այսինքն բարձրացնենք նոր մակարդակի։ Նոր մակարդակի ինչի մասին է, որ մենք կարանք չընտրենք ում հետ ենք ուզում usability testing անենք, այսինքն ընտրած մարդիկ չլինեն հատուկ կենթա ինչ որ գործիքներով եւ այլն, այլ ընդհակառակը մենք կարող ենք նպաստել նրան, որ տրաֆիկ կա ռեալ prototype-ի վրա, արդեն աշխատող MVP-ի վրա, ու մենք այտենց վալիդացիա անենք մեր product-ը, ոչ թե prototype test-ի։ Այստեղ արդեն մի փոքր process-ը երկարում է, պայմանական կարա լինի 2 շաբաթ, որ ավելի real լինի data-ն, մենք ստանանք real data, մենք տեսնենք real interaction-ներ, real tracking-ներով, real event-ներով ու չափենք real funnel ու հասկանանք ինչ improvement-ներ կարանք անենք, պետք եղածած դեպքում այն մարդիկ, ովքեր գրանցվել են մեր early stage, այսպես ասած, արագ vibe code եղածած product-ում, հա, MVP product-ում, մենք ունենք իրանց տվյալները, կանչում ենք իրանց outreach-ի կամ ցանկացած տեսակի user research-ի մեթոդ օգտագործում ենք, որպեսզի մենք այդ MVP-ից ստանանք maximal data։
Ու այստեղ տեսեք, այնպես չի, որ մենք դիզայներներս պետք չենք գալու, էլի, ապագայում։ Այստեղ այսինքն դիզայների գործը էլի շատանում է, մեծանում ու դառնում է էլ ավելի հետաքրքիր։ Օրինակ նախկինում, եթե մենք անում էինք պրոտոտայիպ, գտնում էինք մարկանց, այն ինչ որ լենդինգ էջերով, այդ մարդիկ գալիս էին, email էին թողում, email-ով մենք բռնում էինք այդ մարկանց, outreach էինք անում, ով կպատասխաներ տվյալ պահի տակ, որ պատասխանում էին գալիս են user ինտերվյուների, հաստ չէր, որ իրանք կգային նաև usability testing-ներին, որոնք ոմանք գալիս էին, ոմանք չէին գալիս, ու դա խնդրեմ էր պրոտոտայիպերը վալիդացնելու համար, որովհետև ոնց որ չէիր հասկանում, թե այսինքն այդ քեզ ինչ քանակության էլ մարդը անհրաժեշտ, որպեսզի քո պրոտոտայիպը դու տանես լայվ։ Ու այստեղ այդ խնդրեմը լինում էր թե փոքր դեյթաների մեջ, թե մեծ դեյթաների մեջ։ Ուղղակի մեծ կազմակերպությունների բախտը բերել է այնքանով, որ իրանք արդեն ունեն աշխատող պրոդուկտներ, իրենց պրոդուկտը արդեն աշխատում է, իրենց պետքա ուղղակի նոր functionality-ներ, այստեղ նոր functionality-ների ժամանակ իրանք մոտ մի փոքր ավելի հեշտ է ստացվում, որովհետև իրանք այդ data-ն ունեն արդեն, իրանք ունեն համապատասխան ռեսուրսներ data-ի տեսանկյունից։ Փոքրերի տեսանկյունից այդ ռեսուրսները չկա։ Դրա համար vibe coding-ը ինքը նաև նպաստում է այդ ձևով համ organization, համ enterprise, համ ստարտափների մասով, բայց մեծամասամբ լավ ազդեցություն ունենում հենց ստարտափների վրա, որ իրանք ավելի արագ ու ավելի էժան կարողանան իրանց այդեաները վալիդացնեն եւ պրոտոտայիպերը տեստավորեն ու ռեալ դեյթաներ ստանան։ Ինչով է, այս ամեն ինչի մասով այդ տեխնիկան պետքա օգտագործել ու ավելի որակապես կազմակերպություններին բարձրացնել նոր level-ի։ Ու այդ իմացեք որ այդ level-ը նաև բխում է դիզայներներից, ինչքան դիզայները շատ բան գիտի, շատ բան է կարողանում օգտագործի ինքը, այդքան կազմակերպությունը կհանի նոր մակարդակի նոր level-ը, այսինքն թիմը կբարձրացնի նոր level-ի, թիմը կլինի նոր knowledge, նոր learning եւ նոր գիտելիքներ կլինեն, հա, եւ արդեն թիմը նաև որոշակի նոր process-ներ իր մեջ կինտեգրի ու կշարժվի առաջ։ Տրադիցիոնալի մակարդակով sense կոդը, երբ որ ծրագրավորողը գրում էր, Google-ում էր, մտնում էր Stack Overflow, հա, մտնում էր GitHub-եր ինչ որ բան նայում։ Հիմա արդեն գործիքները թույլ են տալիս, որ ծրագրավորողը քիչ կոդ գրի, քիչ մտնի Google, մտնի Stack Overflow, այսինքն ինքը արդեն կարա prompt-ի միջոցով իր ուզածը ստանա, որովհետև այսօրվա գործիքները այնպես են, նույն Copilot-ը Visual Code-ում, նույն Claude-ը, որը իդեալական աշխատում է տերմինալի մակարդակով, հա, ասենք կուրսորում, օրինակ աշխատում է IntelliJ-ում, որպես գործիք կոդավորման համար նախատեսված, իրանք նույն մեր համակարգիչների տերմինալներում դու prompt-ը զուտ գրում ես, արդեն ինքը սարքում է իր տակից։ Այսինքն այս ամեն ինչը նախատեսված է նրա համար, որ արագի մեջ ստանա product-ը։ Նախկինում եթե տևել է պայմանական 1-ից 2 ամիս, ինչ որ մի հատ functionality սարքելը կամ ինչ որ մի հատ product սարքելը, հիմա դա տևում է մի քանի օր։ Մի քանի օր հենց այս ամեն ինչի հաշվին։ Բայց այստեղ տեխնիկական գիտելիքները մեկը պետք է։ Ինչի է պետք, որովհետև այնպես չի, որ AI-ը իդեալական կոդ է գրում։ Տես բան գոյություն չունի։ Շատ դեպքերում AI-ը ինքը կարողանում է այդ ու քո ուզածը գրի, բայց երբեմն սխալվում է, ու այդ երբեմն սխալվելը լինում է այլ ավելի շատ։ Ժամանակի հարց է կարծում դա էլ կողվի, բայց ամեն դեպքում ինքը սխալվում է։ Դրա համար տեխնիկական մարդ է պետք, որ կարողանա այդ սխալները հասկանա եւ ճիշտ լուծումներ տա։ Այսինքն կարողանա հակազդել, որ product-ը մաքուր լինի, այսինքն կոդն էլ մաքուր լինի։ Այնպես չէ, որ մենք prompt ենք գրում, մեզ տալիս է մաքուր կոդ։ Մեզ էլ տալիս է լիքը կոդեր, որոնք պետքա կանչեն, բայց դիզայները կարա դրա վրա աշկ փակի, որտեղ դիզայների նպատակը այդ պահի դրությամբ ուրիշ է։ Այստեղ մեր խնդիրը վալիդացնել, որ իրոքից մենք ճիշտ ուղու վրա ենք։ Բայց ծրագրավորողի տեսանկյունից իրեն պետք է մաքուր կոդ, որպեսզի ծրագրավորողը կարողանա նաև այդ ամեն ինչը մերժել, հա, որ կոնֆլիկտներ չունենան տարբեր տեղերից։ Ինչով է,
Սա ծրագրավորողին լավ, այսպես ասած, տյունինգ է անում, էլի ծրագրավորողի կորձը կոդը լավ տյունինգ է անում։ Ամեն դեպքում սա չի նշանակում, որ ծրագրավորողները էլ պետք չեն։ Գիտեք, ասես մի հատ հետաքրքիր քննարկում ունեցանք մի քանի ժամանակ առաջ, քննարկումը հետևյալն էր. արդյոք AI-ը կփոխարինի ծրագրավորողներին այս տեմպերով։ Եթե ծրագրավորողները ու պլյուս դիզայներները բոլորը հիմա այսօր բոլոր մասնագիտությունները, ովքեր չեն տիրապետուի AI-ին, չեն իմանա AI-ի հետ ոնց կարող են աշխատել, ոնց կարող են AI-ին control անել, իրանք խնդիրներ կունենան հետագայում, բայց այն մարդիկ, ովքեր որ գիտեն իրանց ոնց պետք է աշխատեն, հա, ոնց պետք է control անեն, ոնց պետք է իրանց գործը օպտիմիզացվի, արագանա դրա հաշվին, հա, այդ AI-ը օգտագործեն իրենց կարիքներին համապատասխան ու քայլեն ժամանակին համահունչ, այսինքն քայլեն այս 2025 թվականը արդեն ավարտվում է, արդեն 2026 թվականին համահունչ, Աստված գիտի ինչ կլինի այդ ժամանակ, ամեն դեպքում իրանք տրենդի մեջ կմնան։ Այստեղ տեսեք ոնց է ինֆորմացիոն հոսքը բավականին մեծ է AI-ի հետ կապված այնպես չի որ ամեն ինֆորմացիա պետք է վերցնել եւ ընդունել ինքն մեր ուղեղը սահմանափակ է աշխատում հետեւաբար ասես մի հատ եկեք բան ֆիքսենք որ մեզ պետք է գալու մենակ պետքական ինֆորմացիա այսինքն այն ինչը ռեալ աշխատում է այդ process-ի մեջ ինչը ռեալ կա տեսեք դրան նաև հակազդում են մեծ կազմակերպությունները, օրինակ նույն Figma-ն սարքել է Figma Make-ը, տվել է սահմանափակ գործողություններ։ Սահմանափակ գործողությունը հետևյալն է. դու գցում ես քո դիզայնի ֆայլը, ասում ես մի հատ ինձ աշխատող տարբերակը սարքի prompt-ի միջոցով։ Ինքը սարքում տալիս է կամ դու ուզում ես landing page գեներացնես կամ ինչ որ չգիտեմ փախած բան ես ուզում սարքես ինչ որ product, ասում ես հեսա, այս իմ product-ն է, վերցրա սարքի, ինքը սարքում է։ Բայց ինքը սահմանափակում է այն, որ քեզ այսքանն է պետք, այսինքն քեզ էլ պետք չի տերմինալներ, քեզ էլ պետք չի կոդինգ գործիքներ, որ մտնես, բզբզաս այնտեղ, հա, ինչ որ ժամանակ կորցնես կոդերի վրա եւ այլն։ Քեզ պետք է այս, մենք քեզ այս ենք տալիս։ Նույն կազմակերպությունը ինքը հստակ այդ մոտեցումը դնում է։ Պատկերացրեք, եթե կազմակերպությունները այդ մոտեցումները չանեն, քաոս կսկսվի։ Այդ քաոսը երբ որ սկսվեց, արդեն գիտեք ոնց է շատ վատ կլինի, նաև վատ կանրադառնա գործիքների վրա։ Նույն lovable-ը ինչ ասում, ասում վերցրա քո prototype-ի նկարը գցի, մենք քեզ կսարքենք, կոդը կտանք ու վերջ, դրանով սահմանափակվում է։ Սոզում ես ինտեգրացիաներ, հաշ չկա, հեսա քեզ ինտեգրացիաներ կանենք։ Իսկ ինչ է ասում օրինակ հիմա այս պայդրության Figma-ն, ասում է նաև քեզ քո համար ավելացրել ենք Gemini 3 մոդելը, որ ավելի լավ է կոդ գրում։ Ասում եմ դու կարաս դա օգտագործես, ասում եմ մի մտի Gemini, ասում եմ մի անգամ ըստեղ օգտագործի, կտեսնես ամբողջ պատկերը։ Բայց ես ձեզ ասեմ, հստակ տարբերությունը կա։ Այս արդեն կախված է թե մասնագետը տվյալ պայդրությամբ ինչքանով այդ սահմանափակումները կկոտրի ու կգնա առաջ ու կսկսի նոր բաներ ուսումնասիրել։ Գիտեք, ուսումնասիրությունները վատ չի ամեն դեպքում, բայց պետք է հասկանալ, որ ինֆորմացիան պետք է վերցնել եւ թողնել ուղեղում, որ հետագայում կարողանաք ձեր process-ների վրա ճիշտ աշխատել։ Տեսեք, սենց է։ Օրինակ, որտեղ կարող են այս value-ի մասով էլի ասեմ, որտեղ կարող են value լինել vibe coding-ում։ MVP-ներ, micro interaction-ներ շատ հանգիստ։ Ես ունեի micro interaction սարքած vibe coding-ով, դեռևս այս բումը չկար։ Ես Bolt-ով սարքեցի իմ micro interaction-ները, շատ արագ HTML CSS-ով ինքը ստացավ։ Ու տվեցի մի անգամից փոխանցեցի ծրագրավորողին, ծրագրավորողը իմպլեմենտեց product-ի մեջ։ Այսինքն շատ արագ ես այդ process-ի այդ օպտիմիզացիան արեցի։ Պետք է ասեի, մի հատ task բացեր, մի հատ այդ task-ով task բացեինք, այդ task-ը ֆիքսեր ինչ անիմացիա է, ինչ պետք է ունենա եւ այլն, ինչ որ երկար բարակ process-ներ, այնինչ ես վերցրեցի զուտ սարքեցի, փոխանցեցի developer-ին, developer-ը այդ micro interaction-ի վրա դրեց, որտեղ տվյալ բանին developer-ը աշխատում էր հենց այդ կտորի վրա։ Այսինքն կոդն է զուտ copy paste անում։
Մյուսը onboarding flow-եր, ինքը շատ հանգիստ կարա գծի vibe coding-ը, բայց այստեղ մի փոքր խնդիրներով կարա աշխատի, որովհետև այստեղ մեր դիզայներներից հոտառությունը պետք է։ Ոչ միշտ է, որ AI-ը ինքը շատ իդեալական onboarding flow-եր է գծում։ Լոգիկան մենք պետք է տանք իրան, ըստ այդ լոգիկա ինքը սարքի ու ստուգենք։ Կամ մենք մի հատ user flow ենք գծում, տալիս ենք AI-ին, ինքը այդ user flow-ը սարքում է, կամ AI-ին ենք ասում ինքը user flow-ը գծում, մենք ստուգում ենք ու ասում ենք ինքը դրա վրա սարքում է։ Մեր ստուգելը շատ կարևոր է։ Եվ նաև ինտերնալ գործիքների վրա կարա պետք լինի vibe coding-ը, պայմանական ասեմ, ինչ որ մի հատ շատ արագ ձեր համար ինչ որ մի հատ գործիք եք ուզում սարքեք, չեմ ասենք email-ի նոտիֆիկացիաներ կամ ինչ որ sense մի հատ պրիմիտիվ մի բան։ Ինքը շատ հանգիստ դա ձեզ համար կարա սարքի ու դուք օգտագործեք։ Առանց որևիցե մտածելու վայ հիմա GitHub կգցենք, էս կանենք, այն կանենք։ Չէ, ինքը տենց տալիս է։ Ձեզ դուք իրան օգտագործում եք։ Նա այս տվյալ պահի համար դուք ինչ խնդիր եք լուծում։ Գիտեք, sense մի հատ հետաքրքիր պահ կա, որ ոչ միշտ ամեն ինչ իդեալական, էլի, նույնիսկ եթե մենք ուզենանք այս vibe coding-ը անենք, կա կազմակերպությունը չուզենա, որ մենք vibe coding անենք։ Այսինքն դիզայներների գործը որոշակի առումով սահմանափակված լինի։ Դա կախված է արդեն կազմակերպությունների privacy-ների հետ։ Դա ասում եմ, ես չեմ ուզում, որ օրինակ իմ կոդերը կամ իմ product-ի մասին AI-ի ինֆորմացիա ունենա, որտեղ շատ դեպքերում նկար ես վերցնում գցում, հա, կամ նույն կոդն ես վերցնում գցում, ինչ-որ մի բան տալիս ես ինֆորմացիա, շատ կազմակերպություններ ոնց որ բլոկ են անում, ասում են պետք չի, էլի, այդտենց շատ ինֆորմացիա տալ, նույն ChatGPT-ի մասով, ու դա պրոբլեմ է։ Դա ռեալ այսօրվա դրությամբ պրոբլեմ է, բայց վաղ թե ուշ էդ էլ ջարդվի կարծում եմ ու այդ դրա կարիքը ոնց կկորի էլի, որ ամեն ինչ restricted է եւ այլն, որովհետեւ վաղ թե ուշ այս ամեն ինչը արդեն դառնալու է բոլորի ապագան։ Տեսեք, քիչ առաջ ես նշեցի, որ մենք մեր բարիերը պետք է դնենք, հա։ Դիզայները ծրագրավորող չի բնականաբար, ծրագրավորողն էլ դիզայներ չի։ Մի հատ հետաքրքիր բան կա, ծրագրավորողը կարող ասի ես MVP product եմ սարքում, այլ ինձ դիզայներ պետք չի։ Բա օքեյ, բա ոնց։ Դե հետևյալն է սխեման։ Ես սարքում եմ agentic AI, agentic AI-ին ասում եմ դու դիզայներ ես, դու product manager ես, դու ես, վերջում էլ QA ես, ինձ մի հատ product սարքի տուր, սաղ տեստավորումները արա։ Դու մտածի որպես դիզայներ, դու մտածի որպես product manager, task-եր տուր, չեմ research-ներ արա, դու մտածի որպես user research եւ այլն, մի հատ product սարքես։ Okay, առանց դիզայների ծրագրավորողը կարա այդ product-ը ստանա։ Բայց այդ product-ը կարա սարքված ամենաառաջի էկրանից մինչև վերջի էկրան բազմաթիվ UX-ական խնդիրներ ունի։ Ճիշտն ասած, ծրագրավորողներին մեկ է այդ ամեն ինչը։ Շատ դեպքերում ինչի, որովհետև այն մարդիկ, ովքեր ուզում են արագություն, իրանց պետք չի, որ product-ը լինի իրական UX-ով։ Իրանց համար պետք է զուտ պահիտակ այդ product-ը, որ աշխատի։ Բայց այդ product-ը, որպեսզի աշխատի ու ավելի լավ աշխատի, մեկը sense-ն UX-ը պետք է։ Սա չի նշանակում, որ developer-ներին առհասարակ չի հետաքրքրում UX-ը։ Սա նշանակում է, որ UX-ով իրանք շատ sense քիչ բաներ են, այսինքն ուզում իդեալական լինի, էլի, իրանց համար այդ մասով է մեկ։ Պետք է հասկանալ, որ այստեղ երբ որ լինում են պահեր ու դիզայները իրական մարդ դիզայները չկա այդ process-ի մեջ, product-ը արդեն իսկ այդ խնդիրները ունենում է։ Մեկը sense թե հենց դիզայները ինչ որ պահի պետքա լինի այդ process-ի մեջ։ Հետագայում, չգիտեմ, ապագայում ինչ որ մի հատ կետից, հա, չեմ, ներկա պահից ինչ որ կետից, ինքը պետք է լինի, որ ասի ոնց, ինչ, որտեղ եւ այլն։
գոնե տենց վիզուալ տեսանկյունից նայել, դիզայնել կարա չանի, էլի, եթե vibe coding-ի մասին է խոսքը գնում։ Ամեն դեպքում այդ աշխատող տարբերակ է, բայց կազմակերպությունների մակարդակով այսպես է, դիզայները vibe code-ը արեց, վերջ վալիդացիաները ստացանք, տեսանք ոնց է աշխատում, ինչ է անում, նույնիսկ ասեմ ավելին։ Պրոտոտայփը որպես կանոն կազմակերպություններ կան, որոնք որտեղ պրոտոտայփեր են մենակ անում։ Այսինքն դիզայնը սարքում են ու պրոտոտայփ են անում, հանձնում են դեվելոպերին։ Կարա լինի այդ process-ի մեջ, այսինքն վերցնում ես պրոտոտայփ ոչ թե այն կլասիկ ձևով անես, այլ միանգամից vibe code անես ու փոխանցես ծրագրավորողներին, որ տեսնեն ոնց է աշխատում։ Պետք եղածած դեպքում այդ կոդերից էլ օգտվեն, եթե այդտեղ ինչ որ value կտա իրանց, էլի։ Ամեն դեպքում այս սահմանն է։ Ես գոլեգաներիցս մեկի հետ մի քանի ժամանակ առաջ հենց վերջերս էր քննարկում ունեցանք vibe coding-ի մասով։ Մի հատ հետաքրքիր միտք հնչեց, ասում է, որ մեզ մոտ մեր կազմակերպությունում մենք կուրսոր ենք օգտագործում, դա օգտագործում ենք դիզայն սիստեմների մեջ ու որոշակի վալիդացիաների համար, այսինքն պրոտոտայփ սարքելու։ Okay, հարցը հետաքրքիր էր։ Ինչի կուրսոր, ինչի ոչ Figma Make, որովհետև կուրսորը ինքը ավելի prof է կոդը գրում, քան Figma Make-ը։ Կուրսորը ինքը այդ environment-ը քո համար սարքում է, ինքը սարքում է պապկաները real, որը իդեպ real value կարա փոխանցի developer-ներին հետագայի համար։ Ասում եմ, բայց մենք չենք կարողանում այդ process-ից առաջ գնանք։ Այսինքն այնտեղ բարիերը կա developer-ների։ Ստեղ ես ասում եմ ժողովուրդ, բայց ես պետք չի որ դուք առաջ գնաք։ Չի կարելի որ դուք առաջ գնաք, դա ասենց ասեմ, որովհետև դուք տեղյակ չեք կազմակերպությունում քիչ առաջ հնչեցրած security ստանդարտներից, developer-ների backend-ներից, front-ի environment-ներից, դուք ոչ մի բանից տեղյակ չեք։ Ձեր գործը այդ կտորը վալիդացնելն է, տալ developer-ներին։ Okay, design system եք սարքում։ Design system-ում սարքել եք որոշակի state-եր։ Այդ state-երը, որ դուք սարքել եք ու ուզում եք ինչ-որ միտեղ push-եք պայմանական, այդ ամեն ինչի վրայով մաքուր էլի կոդը պետքա դուք ստանաք, էլի, developer-ը պետքա անցնի, QA պետքա լինի, պետքա հստակ process գնա, առանց դրա չի լինում երբեք, էլի, ժողովուրդ։ Նույնը բանն է, design prototype սարքելն է, ինչ-որ product-ի։ Մեկը sense թե այնց ծրագրավորողը պետքա այդ process-ի մեջ լինի։ Մեր բարիերը այդտեղ բրծնում է։ Մենք հանձնում ենք իրենց, ասում ենք, ես ժողովուրդ, ստացեք։ Ու վերջ, քաշվում ենք մի կողմ, գնում ենք կպնելու այն մյուս prototype-երը վալիդացնելու համար կամ ուրիշ գործեր անելու։ Նույնիսկ էլ եմ ասում, design սիստեմների մեջ, նույնիսկ եթե կոմպոնենտ սարքելը շատ հեշտ է, հա, շատ հեշտ է, շատ է հեշտացել։ Մեկը վերջի գործը պետք է անի ծրագրավորողը։ Այսինքն ինքը պետքա push-ի, ինքը պետքա կոդը մի հատ նայի մաքրի, ըստ այդմ push-ի։ Հա կարող է այլ 6 հոգի developer դրա համար պետք չի, մի հոգի լինի հերիքը, կա 6 հատ QL պետք չի նախկինի պես։ Պետքա մի հոգի, որ այդ ամեն ինչը տեստի, նորմալ է, հա push-ի։ Բայց այդ process-ի բաժանումները հստակ է։ Նույնիսկ developer-ը կարող է իր համար QA environment սարքի, մի հատ QA տեստավորներ անի, բայց մեկը real QA-ը պետք է դա կազմակերպի։ Իր մոտով պետք է անի այդ process-ը։ Պետք է անի, որ տեսնի, որովհետև կոդի ձևը ուրիշ ձև է, երբ որ push-ում ես տանում ես live, լրիվ ուրիշ ձև է։ Եկեք ձեզ ասեմ մի հատ բան պատմեմ։ Այս վերջերս էլ տենց խոսում էինք, ես չգիտեի դրա մասին, բարձվում է, երբ որ մտնեք GitHub մանգակ օրինակ vibe coding-ի լիքը, vibe code արած լիքը product-ներ, դուք կտեսնեք լիքը API-ներ, բաց։ Այսինքն OpenAI API-ներ կտեսնեք, լիքը կարող GitHub-ում գտնեք աշխատող։ Դա ինչ նշանակում։ Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր vibe code-ով գցել են ինչ-որ product են սարքել, մտածել են ամեն ինչ նորմալ է, push-էլ են GitHub-ում, իրանց բոլոր API-ները բաց տենց դրած է։ Այսինքն ինքը չի սարքում այդ security environment-ը, էլի,
Այսինքն մարդիկ չեն հասկանում այդ security-ից։ Իրանք ուղղակի սարքել են, հուշել են GitHub-ում մնացել է, բոլոր այն կարևոր ինֆորմացիաները հետո եկել է մտել է GitHub։ Այսինքն hacking-ը այսօրվա դրությամբ շատ ուժեղ տոկոսային առավելություն է ստացել, որ մարդիկ կարող են hack անեն կոնկրետ համակարգերը։ Ինչ որ մեկ էլի կարող մտնի API-ը վերցնի, օգտագործի իր product-ին, կամ չգիտեմ, ինչ որ մի բան անի, հələ ձրի API-ները կարող օգտագործի, բայց մարդիկ այդ API-ների համար փող են տալիս։ Ու այդ ինֆորմացիան այսօրվա դրությամբ բաց է։ Տեսեք, այդ է էլ խնդիր։ Դրա համար եմ ասում, որ այդ բարիերը պետքա հստակ սահմանել։ Այսինքն հստակ է back-end API integration-ներ, արխիտեկտուրա եւ այլն պետք է իմանալ։ Մենք ոչ ծրագրավորող ենք, ոչ front ենք, այսինքն ոչ back-end ենք, ոչ DevOps ենք։ Մենք ծրագրավորող չենք։ Մենք դիզայներ ենք, որը ստացել է հնարավորություն vibe code անելու, օգտագործում է այդ հնարավորությունը ու ինչ որ բայ ստոպ է լինում, հանձնում է մնացածին, որ իրենք իրենց գործը կազմակերպեն։ Ու այս միշտ հիշեք, այս շատ կարևոր է։ Իդեպ այս են կարևոր կետերից է, որտեղ մենք, ասենք ասեմ, գիտեք ոնց մեր սպասումները երբեմն կարան չարդարանան, իդեպ ձեզ ասեմ, որովհետև մենք vibe code-ով կարող է լրիվ ուրիշ բան ստանանք, բայց իրական դիզայնը մի փոքր ավելի տարբերվող լինի։ Էդ էլ կա էլի, որովհետև vibe code-ը այսօրվա դրությամբ ինքը աշխատում է միայն ամենակարևոր կոմպոնենտների հետ, ասենք Tailwind CSS։ Մեծամասամբ պրոդուկտները սարքում է Tailwind CSS-ով, լավ, օքեյ։ Ես չեմ ուզում սարքեմ Tailwind CSS-ով, ուզում եմ սարքեմ պայմանական material UI-ով։ Material UI-ը կեսի չափը գումարով է։ Կամ էլի մի քանի տենց UI design սիստեմներ կան, հենց design սիստեմով։ Օրինակ Ant design-ը, ճիշտ է, Ant design-ը open source է, ինքը ամբողջությամբ կսարքի, բայց կան որոշակի կոմպոնենտներ, որ մեկը էլի չի սարքում։ Որտեղ ես այդ խնդրեմը ունենում եմ։ Որտեղ ես ասում եմ իրան սարքի Ant design-ով կամ material UI-ով, ինքը գնալու է ամենաբեյսիկները վերցնի, դնի տեղում ու սարքի ստրուկտուրան, բայց երբ որ ինձ պետք է լինում, այսինքն ավելի լրիվ ուրիշ բաներ, այդ կտորը մեկը մի փոքր արդեն բաց է կա, էլի, բայց հուսամ ժամանակի հարցը կլրանա, ամեն դեպքում մինչև այսօր այդ բացը կա։ Դրա համար որպես այդպեսին, եթե մենք ուզում ենք, որ սա լինի ստաբիլ, երկարաժամկետ, մեզ անհրաժեշտ է որակով product։ Այդ որակով product-ը քիչ առաջ նշեցի, այդ բարիերն է, որովհետև մենք դիզայներներս հանձնում ենք product-ը developer-ներին, ասում ենք շուտ դուք շարունակեք, սա ձերն է։ Եկեք հիշենք նախկին process-ները։ Իդեպ ես կուզենամ հարց հնչեցնեմ, ով կարող ինձ ասի նախկին process-ների մասով, էլի, ինչով է vibe coding-ը։ Ով կուզենա ասի։ Ունենք ցանկացողներ։ Նախկին process-ները, այսինքն ինչպես են կայացել։ Ինչ ա եղել նախկինում, էլ այսինքն մինչև այսօրը, մինչև այս vibe coding-ը, ձեր process-ները ոնց ա եղել, դի դիզայնը ոնց է կարել։ Հիմնական Figma պատրաստածները handoff ա եղել ու այդքան, այսինքն prototype-ը որոշ չափով սահմանափակված ա եղել հենց Figma-ի prototyping-ի հնարավորություններից կախված, այսինքն ընդհանուր առմամբ ոնց որ տպավորությունը քո սարքած դիզայնի ամբողջական այդպես էլ չի եղել, այսինքն նախ դու շատ պետքա բացատրես մարդկանց ոնց է աշխատելու ու հետո handoff-ի ժամանակ ճիշտ ձևով կազմակերպես, որ իրենք է հասկանան։ Okay, բայց դիզայնը մինչև այդ սարքվել է, դիզայնը մշակվել է, այսինքն այդ դիզայնով մենք ոնց որ մեծ process ենք ունեցել։
research-ներ են կարել տարբեր տեսակի, չէ, տարբեր product-ներ ենք ուսումնասիրել, դիզայնը փորձել ենք որոշակի առումով մի փոքր տարբեր անել, ինչևէ, մի խոսքով, մի հատ մեծ process ենք ունեցել։ Եվ այսօրվա դրությամբ ունենք AI vibe coding, որ կարանք, ասենք, չանենք այդ ամեն ինչը։ Ինչի կարանք չանենք, օրինակ, դիզայն պետք չի նկարել, պայմանական։ Իհարկե միշտ պետք է նկարել, դա իմացեք, բայց կարած չնկարեք։ Սենց է, դու կարաս քո ուզած prompt-ը տաս, AI-ը քո բանը ստանա, դիզայնը ստանա, բայց դու տես պրոբլեմներ ես ունենում։ Պրոբլեմը հետևյալն է, որ դու պետք է դնես էլի լիքը prompt գրես, որ ստանաս այն ինչը որ դու ուզում ես ստանայր, ինչ որ դու մտածել ես, ինչ որ screenshot ես դնում, հա, ինչ որ փոփոխություններ ես կարողանում կազմակերպես։ Ամեն դեպքում այդ մեկ ասես տենենց այդ ամեն ինչի մեջով անցնելու ենք։ Դրա համար ոնց կարելի է այս ամեն ինչը օրգանայզ անել։ Եկեք հասկանանք։ Սա կոչվում է հիբրիդ սիստեմ։ Այսինքն մեքենաների պահն է, որ կար բենզինային շարժիչ, հիբրիդ ու էլեկտրական։ Հիմա որ մարդիկ չեն ուզում ամբողջությամբ էլեկտրական գնել, չեն վստահում էլեկտրականներին, գնում են հիբրիդ տարբերակը, կամ բենզինային ու էլեկտրական շարժիչով, էլի կիսա։ Հիմա մերն է դարել։ Մենք ունենում ենք հիբրիդ, այսպես ասած, սիստեմ։ Հիբրիդ սիստեմը որն է։ Հիբրիդ սիստեմը հետևյալն է, որ մենք սարքում ենք դիզայն մեկ edge եւ մենք կարողանում ենք այդ դիզայնը վերածել մի քանի edge-ի արդեն բխող prompt-ից։ Բայց մենք կարող անենք հետևյալ տարբերակը։ Մենք կարող ստանանք բոլոր գլխավոր edge-երը, արդեն բոլոր երկրորդական edge-երը, ասենք, ինքը prompt-ի միջոցով ստանա։ Այդ էլ կարող անենք։ Այսինքն մեկը sense tense մենք էլի ուժեղանում ենք այս process-ի մեջ, որովհետև այս սիստեմով մենք կարողանում ենք full cycle logic-ով սարքել մեր ուզածած product-ը։ Ճիշտ է, դիզայնը կարա տարբեր լինի, ասենք մենք մի edge-ել սարքենք, հետո այն մնացած բոլոր կարևոր edge-երը տանք, բայց մեկ ասենց թե այնց այդ logic-ով ինքը հավաքելու է ու մենք պետքա փոփոխություններ կատարենք, չենք կարող այդ փոփոխությունները չանենք։ Դրա համար ամենալավ տարբերակը դա այն է, երբ որ դու սարքում եք ձեր դիզայնը ու անում եք Figma Make-ով։ Բացատրեմ ինչի Figma Make-ում, որտեղ Figma Make-ը եթե օգտագործում եք իհարկե վճարովի տարբերակը, թույլ է տալիս Make-ում ձեր դիզայնը copy paste անել դնել ու ստանալ նույնությամբ նույնը, առանց շեղումների։ Ու այն կտորները, որ կուզենաք փոփոխեք, ավելի արագ կփոփոխեք, բայց նույն բանը, որ դուք անեք կուրսորով, հա, էլի կարող անեք կուրսորով, բայց պետք է դիզայն կանվասի վրա փոփոխությունները անեք, կոդից հասկանաք, այսինքն տեխնիկապես տիրապետեք այդ կոդին, հետո նոր գնաք կուրսորում կամ prompt-ը գրեք կամ կոդի մեջ փոփոխությունները կատարեք։ Ես նմանատիպ փորձ ունեցա ու ասեմ, որ այնպես չի հեշտ է, բարդ է, որովհետև այստեղ արդեն research-ը դել է մեծանում ու ժամանակի կորուստ ես ունենում research-ի մեջ, որտեվ կոդինգը այնքան նուրբ բան է, մտնում ես, հա, մի քիչ փորփրում ես, գտնում ես, չեմ ասենք GPT-ի հետ ես խոսում, GPT-ի հետ խոսում ես, ինքը պատասխանը տալիս, գնում ես նույն բանը փորձում ես, չի ստացվում։ Այսինքն անընդհատ ինչ որ iteration-ների մեջ ես, ավելի հեշտ է դու դիզայնը տանես, տաս Figma Make-ին, ինքը ոչինչ թող տես մի քիչ նկարի են, որ ասում է hard code անի, ոնց ուզում է թող տա, ավելի լավ է տենց անես, քան ժամանակ ծախսես ընկնես կուրսորի մեջ, սկսես արդեն կոդինգներով բզբզալ, բայց ձեզ դեպ ասեմ, որ դա շատ կարևոր է այնքան, որովհետև այդտեղ նաև ձեր UX engineering-ի skills-երը զարգանում է ու աճում է, որտեղ որ դուք դա չանեք, դուք մնալու եք ոնց որ մենակ այդ Figma Make-ի հույսին, զուտ ինչ է կարել, հիմա prototype եք գեներացրել տվել եք, այսինքն ձեր գործը հետ է եղել, բայց ավելի deep բաներ անելու համար ավելի sense խորքային էլի որ լինի, ավելի valuable ինչ-որ մի բան լինի, որ նաև դուք էլ զարգանաք, անհրաժեշտ է, որ որոշակի գործիքներ օգտագործեք։ Իհարկե, ասեմ, որ դրանք անվճար չեն, վճարովի գործիքներ են, նույն կուրսորը, նույն Claude-ը, հա, ինքը էլի վճարովի է։ Ես իդեպ խորհուրդ կտամ փորձել ձեզ բոլորիդ Gemini 3-ը, ինքը
արտակարգ աշխատում է։ Այսինքն Gemini 3-ը ես չեմ կարող բառերով փոխանցեմ, թե ինչքան արագ ու ռեալիստիկ ամենից սարքում։ Ճիշտ է, չէ՞, եթե դուք ինձ հետևում եք Telegram-յանի մալիքում, այնտեղ ես վերջերս վիդեո տեղադրեցի, որտեղ ցույց էի տալիս, թե ինչ արդյունք եմ ես ստացել։ Զուտ Hero Section-ը մի հատ ավելի հետաքրքիր prompt-ով, հա, ու ավելի որակյալ բան ստացա, քան Claude-ով ես դա կստանայի։ Իսկ Claude-ը դա չէր ստանում։ Իմ ուզածը ինքը չի ստանում։ Կարող է ես ոնց որ ավելի կուրսորի մեջ օգտագործեի բան ինքը միանգամից ստաներ, որտեվ նույն բաներով npm-ներով ոնց որ կարող էի set-up անել, հա, իմ ոնց որ կանչեի կար ինքը API-ներով, բայց ես դա չարեցի, ես դա արեցի հենց Gemini-ում միանգամից ինքը սա իր մեջ կազմակերպեց, ու կազմակերպեց շատ ավելի որակով ու արագ։ Ինչ խնդիրների ենք մենք բախվում vibe coding-ի ժամանակ։ Նախ խնդիրը հետևյալն է, մեծամասամբ մարդիկ սխալ են անում, երբ որ prompt-ը ամբողջությամբ տալիս են full cycle product-ի համար, այսինքն ամբողջական logic-ը տալիս են, ասում են դե հավաքի։ Ինքը սխալ է հավաքելու, ցանկացած AI մոդել ինքը սխալ է հավաքելու, որովհետև AI-ները, գիտեք ոնց է, իրանք ունեն token չէ, էլի, իրանց մոտ մի փոքր ավելի memory խնդիր ունեն։ Իրանց մոտ memory-ն հետևյալն է, ինչ որ պահի X memory-ն լրանում է ու ինքը սկսում է չհասկանալ prompt-երը։ Ու ստիպված պետքա ոնց որ նոր chat բացես, նոր memory-ով ու նորից զրոյից process-ը սկսես, որ ավելի մաքուր գրի։ Ես վստահ եմ բոլորդ այդ խնդրին հանդիպած կլինեք, եթե օգտագործում եք ChatGPT-ին, որ մի chat-ի մեջ շատ ես խոսում արդեն, ինքը սկսում է ինչ որ անկապ բաներ պատասխանել իրականությանը չհամապատասխանող, հորինում է պարբերաբար, ինչ որ կիսատ-պարատ բաներ է պատասխանում։ Ու ստիպված նոր chat եք բացում։ Հիմա այս նույն բանն է, ինչա կոդինգում։ Դուք սարքում եք ձեր սիստեմը կամաց, այսինքն step by step։ Մի հատ սարքեցիք, հետո հաջորդ task-ը, ասենք միտեղ պետքա button ավելացնեք, հա, այդ button-ը ավելի լավ է ավելացնեք երկրորդ քայլով կամ երրորդ քայլով, որպեսզի կարողանաք մաքուր ձեր սիստեմը ստանաք։ Իդեալական AI-ը աշխատում է դրա հետ, այսինքն vibe coding-ում կարելի իդեալական դա ստանալ, այդ flow-ն։ Մյուսը, երբ որ դուք ասում եք մի հատ ինձ feature set-ը սարքի, մի հատ ինձ feature set-ը սարքի, մի հատ payment սարքի, չգիտեմ, մի հատ այն մյուսը, մի հատ notification-ներ եւ այլն, սա խճճվում է իրար հետ, ինքը չի կարողանում տակից դուրս գա։ Էլի նույն պրինցիպով։ Մի հատ սարքում եք notification-ներ, մի հատ սարքում եք payment, ասես գիտես ինչ կա, ուզում եմ մի հատ Stripe կցնեմ, մի հատ իմ համար Stripe-ի բան սարքի։ Ինքը կվերցնի դա կսարքի։ Որպեսզի պատկերացնեք, ինտերնետում ռեսուրսները ուղղակի թափած է։ Այսինքն կոդինգի ռեսուրսները, AI-ը պրոբլեմ չունի այդ ռեսուրսների հետ, էլի կան ճիշտ է restricted բաներ, որ իհարկե իրանք չունեն access դրան, ամեն դեպքում պրոբլեմ չկա, այսինքն ինչ ուզեք ինքը կսարքի ձեր համար, կարևորը այստեղ ճիշտ prompt տալն է իրան, ու ճիշտ ձեր միտքը AI-ին տալ, որ ինքը կարողանա սարքել ինչ որ դուք ուզում եք։ Ես sense խոսքերը որ ասում եմ հեշտ է թվում, բայց ռեալ process-ի մեջ ինքը բարդ է, որտեղ ոչ միշտ է ստացվում այդ ամեն ինչը, տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով։ Մյուսը պետքա developer-ը պարտադիր վալիդացիա անի։ Այսինքն դուք չեք կարա առանց իր ինչ որ process առաջ տանեք։ Վերջնական խոսքը մնում է developer-ին։ Ինքը պետքա չեք անի այդ ամեն ինչը, չեք անի ու տա ձեզ։ Մյուսը ամենակարևորը, երբեք մի օգտագործեք Dribbble, Behance եւ նմանատիպ վեբ կայքերի Pinterest-ներ ու տես նմանատիպ վեբ կայքի ռեֆերենսները։ Բացատրեմ ինչի, որովհետեւ AI-ը չի տա ձեզ ինչ որ դուք ուզում եք ֆանտաստիկական ժանրից։ Այսինքն այնտեղ ռեալիզմի հետ կապ չունեցող ինտերֆեյսեր են մեծամասամբ, ու այդ ինտերֆեյսերը AI-ը չի կարող աշխատացնի։ Ես դες մի հատ ավելի հետաքրքիր բան ասեմ։ Այսօրվա դրությամբ no code-ը ավելի լավ է AI-ով աշխատում, քան vibe coding-ը։ Այսինքն ինչի, որովհետև պատկերացրեք, ուզում եք ստանալ դինամիկ էջեր։ Vibe coding-ը դինամիկ էջեր սարքելու համար այդքան լավ տակից դուրս չի գալիս, որովհետև պետք է backend սարքի, այդ backend-ը պետք է ինչ որ
ինչ որ այսպես ասած լեզվով լինի, հա, նոդով լինի, թե օրինակի համար PHP լինի, ամեն դեպքում այդտեղ արդեն խորը մասնագիտական գիտելիքներ են պետք ծրագրավորողից, որպեսզի տակից դուրս գա։ Բայց օրինակ no code-ով, no code CMS, օրինակ Framer-ը, no code-ա, CMS-ա, plus AI։ Դու իրան ասում ես, ես ուզում եմ այսինչ ստրուկտուրան սարքի ինձ CMS-ով, իդեալական ինքը կհավաքի կտա, այսինքն այդ միքսը AI plus no code ավելի լավ է, օրինակ landing page-երի համար։ Օրինակ vibe code-ով ուզենաս ինչ-որ dynamic landing page-եր սարքես։ Իսկ ամենաճիշտը այդ custom սարքելն է, ոնց որ ճիշտ է AI օգտագործես, բայց իմանաս որը ինչի հետ կապես էլի, այստեղ արդեն դու պետքա developer լինես, որ կարողանաս այդ կապը ապահովես այդ շղթան, եթե չէ մոռացեք դրա մասին։ Հիմա այդ հնարավոր չի ամենայն դեպս մեզ հասանելի չի դիզայներների, շատ դիզայներներ այդտեղ կարող է բլոկ ընկնեն, որտեղ այնտեղ error-ներ կա, այնտեղ server error կա, չգիտեմ, ասենք տարատեսակ error-ներ կա, որ պետք է մեկը հասկանաս, կարդաս այդ շղթաները, հասկանաս ինչից է error-ները տալիս, որ կարողանաս արագ կարգավորես։ Դա համար այդ խնդրեմը կա։ Ու նորից կկրկնեմ, ժողովուրդ, երբեք մի օգտագործեք Triple Behance եւ մնացած ֆանտաստիկական ժանրի ինտերֆեյսների ռեֆերանսները, որտեղ ինքը մեկը դա չի սարքելու։ Ես ես ասեմ Apple-ին AI չի կարա նայած ձեր համար սարքի, այն ամենաբարդ Canvas-ի համար նախատեսված ինտերֆեյսները, օրինակ landing page-երը, որոնք դուք կտեսնեք վարձում։ Ինքը կարող է սարքի որոշակի առումով, բայց այդտեղ մեկ է sense տնած ծանր բան է, էլի ինքը դրա համար developer-ը պետք է։ Այնքանով է developer-ը պետք, որ ինքը գիտի որտեղ ինչ, ոնց, ինչ կապի իրար, որ խնդիրներ չառաջանա։ Canvas-ը ոնց աշխատի, որտեղ շատ դեպքերում այդ Canvas-ը աշխատում 3D էլեմենտներ, ու տես մնացած բաները պետք է իմպլեմենտացիան ճիշտ կատարվի։ Best practice-ներից, օրինակ best practice-ները կարող շատ հանգիստ ձեր Figma Make-ում ձեր Figma Make-ի դիզայն սիստեմների ինչ որ UI kit լավ, UI kit շատ հանգիստ ստանաք, ու ասեք այդ UI kit-ի էլեմենտները, կոմպոնենտները օգտագործի product-ի մեջ, կոմպոնենտացրու product-ի մեջ, ինքը սարքի կոմպոնենտ root էլեմենտներ, ինքը շատ իդեալական դա կանի, բայց դա էլի մեկ ասես տնես պետք է անել մաս, ասես մի հատ sidebar-ս փոխի, չէ, մի հատ ասենք header-ս փոխի էլեմենտը ուրիշը դիր, հա, պետք է մաս անել, ժամանակատար process է, անպայման էլի պետք է չմոռանալ պահելա ձևը behavior-ների մասին, տեսեք, պետք է շատ նուրբ թել է, սովորաբար vibe coding-ի մեջ behavior-ները սենց է պահելա ձևը product-ի էլ այդ web-ի, ինքը ինչ պրոբլեմ ունի, երբեմն սխալ է հասկանում քո տվածած prompt-ը, որ ասում ես այս ինչ բանի ժամանակ կբացես այս ինչը, ինքը կարող է լավ չկարողանա կազմակերպի, այդտեղ պետք է մի փոքր ավելի շատ բզբզալ հասկանալ խնդիրը ինչի մասին է, այսինքն դուք կարող եք ասեք, այ օրինակ երբ որ մարդը պայմանական payment-ից հետո payment-ը վերջացրեց, իրան հետ բեր իմ էկրան ու ասա մի հատ pop-up-ով բացի thank you, չեմ ասենք քո payment-ը successful է եւ այլն։ Ինքը կարող է այդ behavior-ը չկարողանա լավ սարքի։ Եվ դրա համար նույն Figma Make-ի մասն ամեն դեպքում խոսքը որոշակի AI-ներ, մոդելներ էլի կարող է տակից չկարողան դուրս գան։ Ճիշտ է, մի քիչ sense primitive case եմ ասում, սովորաբար լինում է այդպես սարքել, բայց այն real case-ով որ մարդը payment անի, պայմանական real payment կատարվի, կարող է չլինի անել։ API-ներ պետք է կպնի, ինքը պետք է call-եր անի այդ API-ին, հա, հետո API call-ը հենց հաստատվեց, ամեն ինչ նորմալ է, նոր այդտեղ pop-up-ը փակի, քեզ thank you ասի։ Իսկ ինքը կարող է այդ back-end-ի կտորը չի կարողանում անի։ Հետևաբար այդ պահելա ձևը չի կարողանում ստանալ։ Մյուսը որ layout-ների հետ կապված, օրինակ ասես header-ը սարքի, product-ը սարքի mobile responsive, ու ուզում եմ header-ի վրա երևա մենակ logo ու մի հատ avatar։ Ինքը կարող նույնիսկ էլ չկարողանա mobile responsive-ի ժամանակ լավ կազմակերպի, որտեղ mobile responsive-ի ժամանակ որոշակի breakpoint-ներ կան, որոնք
դու պետքա իրան ասես, այս ժամանակ էս ինչ է, այս ժամանակ այն ինչ է, բայց մեկը դրա համար էլի դիզայնը պետք։ Դու պետք է իմանաս այստեղ ինչ ես ուզում, նոր կարողանաս կիսես դա prompt-երով սարքես։ Մի հատ սանում ես full քո տեսքը, հետո սկսում ես իրա վրա աշխատել։ Մոտարապես sense ասեմ, մի 2 օրվա, 3 օրվա մեջ կկարողանաս դա ստանալ, եթե ամեն օր առավոտից 9-ից մինչև ժամը օրինակ 6-ը դրա վրա լինես։ Success-ը ավելի շատ կլինի, էլի։ Բայց եթե չէ, ինչ կա մի շաբաթ տևի դա։ Կամ դու միշտ պետքա կարողանաս լավ output-ներ տաս իրանց, որպեսզի ինքը կարողանա skip չանել այդ քո output-ը, դու ինչ ես ուզում ստանաս։ Այսինքն դու պետքա միշտ այդ սպეციფიკացիան ամեն դեպքում գրես, որովհետև սպეციფიკացիան գրելու համար քեզ անհրաժեշտ է հստակ իրան prompt-ին տալ հստակ ձևակերպում։ Ոնց ես ուզում, ինչ ես ուզում, ինչ տեսակի ես ուզում, հա, կամած ամեն էկրանի համար իր սպეციფიკացիաները ունի, իր փայլաձև ունի։ Այդ ամեն էկրանի համար մի հատ ծախ ստանաս, այն հիմնական base-ը ստանաս, հետո նոր սկսես իրան կամած մշակել, որովհետև անընդհատ ինքը recreate-ը անելու քո բանը canvas-ը, հետո երբ որ ինքը քո layout-ները, երբ որ ինքը քո layout-ը recreate-ը անում, ինքը կոդն էլ է մեջից փոխում։ Այդ vibe coding-ի մասին է խոսքը, էլի, ու շատ հնարավոր է որոշակի ֆունկցիաներ զուտ թռնեն։ Դրա համար էլի պետքա սպეციფიკացիաները հստակ ձևակերպել, ըստ գնալ արդեն կոմպոնենտի։ Փոփոխությունները կատարել, որ ինքը ամբողջական էկրանը չծխի։ Եվ իհարկե նորից developer-ների հետ ծրագրավորողները պետքա կոլաբորացիա ունենալ։ Միշտ պարտադիր է ցանկացած process-ում իր հետի collaboration-ը պարտադիր է, որովհետև իրանք պետքա էլի review անեն տենան։ Ինչ որ վալիդացիաներ տեստերի համար օքեյ կարա չլինի, էլի, բայց այստեղ խնդրումը գիտեք որն է, որ կա մի հատ այսպիսի խնդիր tracking-ի, որ դու անալիտիկա անես։ Ինչ թիմեր են այդտեղ միանալու, ովքեր են այդ անալիտիկաները set-up անելու, դու ես անելու, developer-ն է անելու, մարքեթինգի թիմն է անելու, product-ը, ովքեր են անելու։ Ինչ անալիտիկա է կպցնելու։ Այդ սաղ պետքա development-ը կազմակերպի։ Քեզանից հասնում է զուտ այդ prototype-ը սարքես, եթե հա հասկանում ես դու կարողանաս այդ անալիտիկան կազմակերպես մեջը, եթե չէ, արդեն տաս developer-ին, որ ինքը set-up-ները անի, որ դու կարողանաս շատ data ստանաս։ Ու դրա համար մեկը էլի այդ օգնությունը անհրաժեշտ է։ Ես կուզենամ ասած մեծ մինչև մյուս սլայդին անցնելը հարց տամ, կա ինչ-որ հարցեր, որոնք ձեզ մոտ առաջացել են ձեզ ընթացքում ու դուք կուզենայիք այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենայինք։ Ունենք հարցեր։ Եթե չեք կարող տվյալ պայծրությամբ խոսել, նույնիսկ կարող ձեր հարցերը գրել, մենք սիրով ձեր բոլոր հարցերին կպատասխանենք։ Որն է ապագան։ Ապագան հետևյալն է, որ մենք vibe coding-ով կարողանալու ենք, եթե ամբողջական UX-ը, օքեյ, դիմեր control-ի տակ լինի սաղ, բայց UI-ը, կոնկրետ functional prototype-երը, հա, behavior-ները եւ քիչ առաջ ինչ որ խոսում էինք, այդ ամեն ինչը կարողանալու ենք ստանալ։ Ու այդ ամեն ինչը լինելու է արդեն ապագան։ Այսինքն սա այսօրվա դրությամբ ստանդարտ է։ Ոչ vibe code ենք անում prototype-ի փոխարեն։ Կարող է ինքը նոր է, բայց ինքը կամած ստանդարտ անում է, հա, կազմակերպություններ կան վաղուց արդեն իրենց մոտ էս օրենք, օրինակ մեծ կազմակերպությունները, ոնց որ Atlassian-ը, ոնց որ Netflix-ը, ոնց որ Google-ը, ոնց որ Apple-ը, ու տես մնացած։ Բնականաբար դիզայներների համար խնդիրը արագությունն է, ու դուք կարող եք AI օգտագործել ձեր UI-ները create անելու համար կամ տարբեր վարիացիաներ create անելու համար։ Դա տարբերակներ էլի, օրինակ միտեղ մի բանը սև է, միտեղ մի բանը, չեմ ասենք, կապույտ է, հա, ու այդ ամեն ինչը կարող եք վարքյաններում ստանալ։ Էլի user research-ի տեսանկյունից հնարավոր է ստանալ AI-ով, այսինքն նույնիսկ
դուք շատ արագ կարողանում եք այդ այսպես ասած user research-ի համար լավ նախադրյալներ ստեղծել, որ իրանք էլ ավելի valuable data ունենան, էլ ավելի լավ չափեն մարդկանց behavior-ը, պահելաձևը, հա։ Այսինքն չափեն ոչ միայն պահելաձև, այլ մարդկանց վարքագիծը ու պահելաձևը, եկեք sense ասենք, էլի, սա կնպաստի թե որակական, թե քանակական research-ների, այսինքն դրական տեսանկյունից, որովհետև անելու են usability testing-ներ տարբեր տեսակի, հա, եթե այդ տվյալ պայծրությամբ պատկերացրեք sense մի հատ case, հա, որ user researcher-ը բան անում, մարդա բերում, որ usability testing անցկացնի։ Usability testing-ի ժամանակ դուք կարող օրինակ տարբեր ինչ որ MVP ունենաք, ձեր MVP-ն ստանաք ու մի հատ functionality եք ուզում տեստեք, շատ արագ AI միջոցով կարող եք այդ նույն functionality ստանաք ու կազմակերպեք ձեր usability test-ը։ Ըստ այդմ դա կտևի որ պայմանական ասեմ մի ժամեր, լավ, այդ ժամերի ընթացքում դուք դա արագ կստանաք, արագ կկազմակերպեք ձեր usability test-ը, արդեն classic prototype-երը կմնան անցյալում։ Ու ավելի real data կունենաք։ Մարդիկ, այսինքն թիմակիցները արդեն կհասկանան, երբ որ այդ քննարկումը ինչից է գալիս, էլի օրինակ թիմերում, որ դուք product-ը սարքում եք, հա նայում եք, թիմային քննարկումներ եք ունենում, ավելի լավ եք պատկերացնում, թե որտեղ ինչ ոնց, որտեղ նաև փոխվում է ձեր թիմակիցների վարքագիծն էլի, համ վարքագիծն է փոխվում, համ պահելաձևն է փոխվում, որտեղ իրանք քննարկելու են արդեն ռեալ ամեն ինչ տեսնելով, ու այդ ռեալ քննարկման ժամանակ խոսակցությունն էլ է տարբեր ձևի լինում, էլի։ Օրինակ ծրագրավորողները ասեն, բայ այս քլիկի ժամանակ ինչ է լինելու, բայ այն քլիկի ժամանակ ինչ է լինելու։ Նմանատիպ հարցերից խոսափելու ժամանակ շատ ավելի հեշտ է արդեն դարձել այդ բոլոր հարցերը cover անելու ու քննարկելու ավելի առարկայական հարցեր, ավելի լավ հարցեր, էլի։ Ու նաև այս դիզայնը եւ UX engineering-ի merge-ը, քիչ առաջ որ ասացի, որ product design եւ UX engineering-ը իրար հետ merge-վում է, դա արդեն հետագայի հարց է, թե այդ process-ը ոնց է կազմակերպելու։ Դրա անունը ոնց ուզում եք դրեք product designer with AI, ուզում եք դրեք UX engineering, կապ չունի, մեկը նույն բանն են անելու։ Ամեն դեպքում շատ կազմակերպություններ շատ շուտով սկսելու են այդ արդեն այդպես կարիք ունենալ, էլի։ Մարդիկ, ովքեր լավ prompt են գրում, մարդիկ, ովքեր լավ պետք կարողանում են կազմակերպել այդ դիզայն process-ները։ Դա ավելի շատ enterprise-ներին է նաև վերաբերվում։ Ստարտափներում այդ կլինի ու կլինի, բայց enterprise-ներում, քանի որ մի քիչ ավելի ծանր է process-ներ, բան եւ այլն, մեկ այդ մասնագետները պետք է որ կարողանան այդ սա համակարգեն։ Որտեղ արդեն պատրաստի product-ը կա ու պետք է զուտ արագություն, որ այդ product-ը implement-վի։ Գիտեք, այսօր մրցակցությունը շատ նոր level-ի է դուրս եկել, բոլորը ուզում են արագ ինչ-որ մի բան անեն։ Դրա համար, եթե նայում եք գործիքների մեծամասնությունը, շատ արագ ինչ-որ change-եր են անում ու շատ արագ փոփոխություններ են կազմակերպում ու երբեմն դա մեզ դուր չի գալիս, որովհետև այնքան արագ է ամեն ինչ փոփոխվում, update-ներ է գալիս պարբերաբար ու Նշեմ, եթե այս վերջերս, օրինակ, եթե Instagram-ից օգտվում եք, Instagram Edits-ից եթե օգտվում եք, կամ CapCut-ից, ասենց նմանատիպ գործիքներից, ինձ որպես օգտատեր ասեմ, որ Instagram-ի Edits-ը հետ դուր չեկավ։ Այսինքն որպես UX-ի տեսանկյունից ամենավատ UX ունի իր timeline editor-ը։ Են իր այդ time-երի այդ բաներ, վիդեոների այդ երգեր, չգիտեմ, տեքստեր, բաներ որ դնում ես, ամենավատ experience ունի Instagram-ի edits-ը։ Ուղղակի պլյուսը այն է, որ ինքը անվճար է ի տարբերություն CapCut-ի ու վերջ։ Միակ պլյուսը է դա, ուրիշ այնտեղ պլյուսներ չկար, բայց երբ որ բացում ես CapCut-ը, սկսում ես արդեն օգտագործել, mobile experience-ը այնց իրականա սարքած իրա, որ դու կարողանաս հեշտ ամեն ինչից օգտվես ու timeline-ի հետ մեջ դու ոնց որ ավելի կոմֆորտ ես աշխատում։ Իսկ արդեն edit-ում չէ։ Մենք տեսեք, այդ է հետաքրքիր։ Օրինակ Instagram-ը նոր product-ը հանում edits, բայց UX-ին օրինակ չի հետևում։ Ասեք դա էլ այսօր problem։ Սակայն բայց եթե ինքը ունենար vibe coding-ի հնարավորություն mobile application-ի մասին է խոսքը, vibe code-ով այդ սա կազմակերպեր, որոշակի տեստավորումներ աներ եւ այլն, իրենք
կկարողանային միգուցե լավ product ստանային, ոնց որ CapCut-ի նման։ Եթե կուզեին անվճար, եթե կուզեին վճարովի, բայց ավելի էժան։ Սենց։ Իդեպ մի հատ էլ սենց հետաքրքիր բան ասեմ, Vibe կոդով հնարավոր չի սարքել native mobile application-ներ, native, բայց ինչի, որովհետև native component-ներին իրանք access չունեն, մենակ material design-ն է, iOS-ի native element-ները չես կարող ստանաս, պլյուս Vibe code-ը չի հասկանում SDK-ների update-ները, որտեղ պարբերաբար SDK-ների update-ները գալիս, ու մի քիչ տեխնիկական է, բայց ամեն դեպքում ինքը չի կարող այդ update-ները ստանա, հասկանա, հա, ու կարողանա նստացնել։ Դրա համար այդ խնդրեմը կա, բայց սարքել Flutter, սարքել React native application-ներ մեկից մեկ։ Ու եթե ուզում եք օրինակ application-ներ ինչ որ տեստավորել եւ այլն, շատ հեշտ է ստանալ React native application-ներ ու դրանք տեստավորել։ Առանց խնդիր, առանց խնդրեմ։ Տեսեք, այս ամեն ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի, նշանակում է, որ մենք ունենում ենք արագ իտերացիաներ, այսինքն fast cycles, հա, մենք ունենում ենք շատ լավ decision-ներ, այսինքն շատ լավ որոշումներ, եւ մենք ունենում ենք որակյալ product։ Ամենակարևորը մեր բոլորի մտահոգությունը դա որակյալ product ստանալն է։ Վերջերս մի հատ ինձ հարց տվեցին, ասում են քո համար ոնց է, օրինակ դու ոնց ես նախընտրում, արագ որակով, թե նախընտրում ես անես հետո ոնց որ սկսես UX-ի վրա փոփոխություններ կատարել։ Ես պատասխանեցի արագ եւ որակով։ Ամենակարևորը, որ դու հասկանաս ինչ ես ուզում, ինչի վրա ես ուզում աշխատես ու կարողանաս այդ ամեն ինչը արագ եւ որակով մատակարարես։ Իհարկե արագության մեջ կարա որակը տուժի, բայց դա ձեր ձեռքում է, ոնց որ դուք եք այդ process-ը ղեկավարում ու դուք եք կարողանալու ձեր, այսպես ասած, որակը ճիշտ ստանաք։ Հետևաբար ոնց որ այդ ամեն ինչի համար անհրաժեշտ է մի փոքր ավելի շատ կարդալ, հա, այսօրվա դրությամբ, մի քիչ ավելի շատ նայել, ավելի շատ փորձարկումներ անել, որովհետև երբ որ դուք ուզում եք նոր բաներ սովորել եւ նաեւ ուզում եք որպեսզի քայլեք այս process-ներին համահունչ, բնականաբար ձեզ անհրաժեշտ է, որպեսզի դուք կարողանաք ավելի շատ ժամանակ տրամադրել ձեր կրթության վրա։ Եվ նաև նշեմ, որ մեզ մոտ արդեն օֆիցիալ գործարկվում է vibe coding դասընթացը, որտեղ մենք սովորելու ենք այս բոլոր process-ները, այսինքն ոնց գեներացնենք ինչ-որ idea, հա, ոնց ստանանք այդ idea-ն, ոնց վալիդացնենք իրան եւ ոնց ստանանք այդ product-ը թեկուզ MVP տարբերակով աշխատող ու ոնց կարող ենք իր վրա որոշակի մետրիկաներ եւ անալիզներ կազմակերպել, որպեսզի ստանանք այն համապատասխան ինֆորմացիան, որը թույլ կտա մեզ վալիդացնել մեր product-ը։ Դա կլինի ինչ-որ mobile application, դա React Native, դա կլինի թե web product, այսինքն մենք այս դասընթացի ընթացքում 2 ամիսա տևողությունը ուսումնասիրելու ենք ամբողջությամբ vibe coding-ը դիզայնի մեջ ու իր ամբողջ workflow process-ների հետ ներառյալ, ու նաեւ նշեմ, որ դասընթացը բավականին դետալային քննարկումներ ու շատ քննարկումներ է իր մեջ ներառում, որը թույլ է տալու բոլոր կետերին դետալ անդրադառնալ, այսինքն մենք սովորելու ենք Cloud, Figma Make, Cursor, հա, այդ իմպլեմենտացիաները, MCP սերվերներ, հա, ոնց է կառավարվելու Agentic AI, այսինքն այդ ամեն ինչը դասընթացների մեջ ներառված է լինելու ու այսպես ասած թեվակողում ենք նոր փուլ, որտեղ դիզայն գործիքը դառնում է կոդավորման ինչ-որ գործիք, օրինակ վիզուալ կոդ կարա լինի, օրինակ կարա լինի Cursor, հա, կարա Claude լինի, որտեղ դու prompt-ի մեջից զուտ դուրս չես գալիս, դու արդեն մտածում ես, թե որն է քո հաջորդ step-ը լինելու, որ feature set-ը իմպլեմենտացիան ես, ոնց ճիշտ prompt-ը ստանաս, որպեսզի կարողանաս այդտեղ success ունենաս, ու ամենակարևորը որակով։ Մեր դասընթացը ամբողջությամբ այդ ամեն ինչի մասին է լինելու։ Եվ եւս մեկ անգամ նշեմ, ամենակարևորը որ դա լինելու է իրական workflow-երով եւ ներկայիս դրությամբ համապատասխանացած workflow-երով, որը թույլ կտա ձեզ կազմակերպությունները եւ թիմերը հանել նոր մակարդակի։
որ դուք մարդ եք, ով vibe code դիզայն է անում, ով process-ներ է ինտեգրում ու նաև օպտիմիզացնում է այն հին process-ները, այսինքն հները այդ կլասիկ process-ները կտրում թափումը, հա, կամ արխիվա տանում ու դնում նոր process-ներ ի օգուտ կազմակերպության, ի օգուտ ձեր մասնագիտական աճի։ I don't care that I just wanna birthday shit the bitch we don't care that we saw a pussy figure say some I don't care